Շնորհակալություն օրագիր News Արփինե Նավասարդյան։ Տիկին Գալյան 3 համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ քննիչը խոշտանգում մեր քաղաքացուն հայոյում եւ այդ կերպ փորձում ցուցմունք կորզել, հասկանում եմ, որ քննիչի պահվածքը ավելի շատ ներքին գործերի նախարարության եւ քննչական կոմիտեի իրավասության տիրույթն է, բայց որպես արդարադատության նախարար կխնդրեմ ձեր գնահատականը տաք միջադեպին եւ ինչպես եք վերաբերում քաղաքացիներից բռնությունով ցուցմունքներ կորզելու պրակտիկային եւ որքանով է սա հարիր ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր երկրին եւ Տիկին Գալյան, դուք քաղաքացիական պայմանագրին նվիրատվություններ երբևէ արել եք, եթե այո, երբ եւ որքան։ Շնորհակալություն։ Նվիրատվություն չեմ արել նախորդիվ, բայց առաջադրումը ենթադրում էր որոշակի գումարի փոխանցում, որպես պայման առաջադրման դա արել եմ։ Հաջորդ հարցի հետ կապված օրենքը արդեն իսկ խիստ գնահատական է տալիս բռնության ցանկացած դրսևորմանը եւ իմ գնահատականը չի կարող այլ լինել, քան օրենքով սահմանվածը։ Այն ինչ որ տեսել ենք, խստորեն դատապարտելի է եւ ես առիթել եմ ունեցել ասելու, որ բռնության ցանկացած դրսևորում չպետք է տեղ ունենա մեր երկրում, բայց ցավոք սրտի նման տիպ իրավիճակների մենք բախվում ենք։ Ինչ պետք է անել այս դեպքերում, պետք է կոշտ արձագանք, այսինքն պետք է քրեական վարույթ նախաձեռնել ու ի վերջո պատժել այն անձին, որը նման տիպ արարքա թույլ տվել եւ ես ցավում եմ, որ այսքան փոփոխություններից հետո դեռ կան այնպիսի անձինք, որոնք թույլատրելի են համարում նման անթույլատրելի վարքագիծը, որը ստվերում է մի ամբողջ համակարգի գործառույթի պատշաճ իրականացում։ Դա անընդունելի երևույթ է եւ որքանով ես գիտեմ, ընդ որում քննիչ չէր անձը, ոստիկանության աշխատակից էր, այդ անձի լիազորությունները կասեցված են եւ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գիտեք, բայց մյուս կողմից էլ որ նայենք նման տիպ երևույթի լուսաբանումը կանխարգելիչ լուրջ նշանակություն ես հույս ունեմ կունենա բոլորի համար, որովհետև իրապես մենք գործ ունենք անթույլատրելի երևույթի հետ, իսկ ինչ վերաբերում է դուք ձեր խոսքում նշեցիք ցուցմունք եւ այլն, կրկնում եմ, օրենքը հստակ արձագանք է տալիս, ասում է, որ դա խոշտանգում է, իսկ խոշտանգման արգելքը բացարձակ բնույթ ունի եւ պետությունը պարտավոր է ցանկացած դեպքի հետևից գնալ եւ բացահայտել։